Լուսարոտին շարունակվում է, դե ինչ երկրորդ կարևոր շատ սպասված թեման, սա թեատրը, թատերական միությունը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի, Հայաստանի ազգային գրադարանի Ալեվ թատերական հրատարակչության, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի եւ Լոֆթ Վանաձորի հետ մարտի 21-ից 24-ը ներկայացնում է Ադամովյան օրերը Հայաստանում նախագիծը, որի շրջանակում տեղի կունենա գիտաժողով, թատերական ընթերցումներ, բանախոսություններ, Արթուր Ադամովի «Մարտը եւ երեխան» ինքնակենսագրական վեպի շնորհանդես այս ամենի մասին, ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են արձակագիրներ Արթուր Ադամովի «Մարտը եւ երեխան» գրքի շնորհանդեսի բանախոսներ Արամ Ավետիսը եւ Երվանդ Վարդանյանը։ Բայլույս։ Լույս Արավոտի։ Շնորհակալ ենք, որ ինչպես եք արթնացել։ Ինչն է արթնացնում ձեզ սուրճը, թե մարդկանց հետ շփումը, թե այն գիրքը, որը որ կիսատ թողել եք ձեր կողքը դրած է։ Իմ համար այսօր դուք եք ինձ արտացել, որովհետև ուրիշ բան չկար, էլի առիթ չկար։ Կարողացել եք արտացնել։ Գիրքն էլ երեք եմ ավարտել, դրա համար մենակ դուք եք այսօր արտացել ինձ։ Ինձ էլ ինքն է արտացել։ Շատ լավ։ Փաստորեն, եթե դուք չարտացնեք, դուք մենակով եք գալիս։ Շնորհակալություն ձեզ։ Դե միանգամից խոսենք Երևի գաղափարից ինչպես ծնվեց, պատմենք։ Ուրեմն գրքի թարգմանիչը Սաթե Խաչատրյանն է եւ գրքի խմբագիրը մեր շատ մոտ ընկեր գրող էլի Հարմեն Սարգսյանը։ Ես ճիշտ ասած գրքի ծանոթ էի արդեն մոտարապես մի 4 տարի առաջ, որտեղ ռուսերեն թարգմանվել էր գիրքը Ադամովի, իդեպ ռուսերեն էլ ռուսերը շատ աչք են ընկնում, որ ամեն ինչ թարգմանում են, բայց Արթուր Ադամովի գործերը համարյա թե թարգմանված չեն, ու երբ որ առաջին անգամ տպագրվեց այդ գիրքը, ես sense մի անգամից գնեցի ու կարդացի, ու նույնիսկ թարգմանչին ասում էի Սաթեին, որ երբ որ գնացի Մոսկվա ու գրքի փառատոնին էի մասնակցում, հրատարակչին հատուկ շնորհակալություն հայտնեցի, որովհետև Ադամովը ինքը համաշխարհային գրականության մեջ են եզակի դեմքերից է ու յուրախություն մեզ մեր հայրենակիցն է ու ցավոք սրտի նաև մեր հայրենակիցն է, որտեղ ոնց հասկանում եմ մեր հայրենակիցների վրա ավելի քիչ են ուշադրություն դարձնում։ Այս դեպքում շատ կարևոր գիրք է, որ թարգմանվել է ու այդ առումով այտենց պարտադիր, ասում եմ պարտադիր ընթերցանության այտենց շարքին կարելի է դասել էլի։ Okay, հիմնական կարևորությունը էլի, հիմնական նպատակը Ադամովյան օրերի, որը պիտի անցկացվի։ Հիմնական ինչ են քաղելու բոլորը։ Ծանոթանալու են Ադամովի հետ, որովհետև ճիշտ է, լսել են բոլորը երևի անունը շատ պատտվում է ժամանակ առ ժամանակ, բայց իրականում բուն բովանդակային առումով շատ քչերն են ծանոթ։ Ես էլ մի քանի տարի առաջ եմ ծանոթացել իր գործերի հետ, բայց իր անունը ավելի շուտ էի լսել, նույն աբսուրդի թատրոնի մասին խոսելիս կամ կարդալիս այդ ավելի հայտնի են Սեմուել Բեքետը, Էժեն Իոնեսկոն, բայց իրենց հետ զուգահեռ նաև միշտ նշվում էր Ադամովի անունը, բայց իր գործերը շատ դժվար էր, այդպես ասած, ճարվում։ Ինքը մի տեսակ լուսանցքում մնացած էր, նույնիսկ Ֆրանսիայում, նույնիսկ Եվրոպայում, ինքը մի տեսակ, որտեղ ինքը իր ստեղծագործական ընթացքից մի պահ դուրս եկավ աբսուրդի թատրոնից եւ անցավ ավելի շատ քաղաքական թատրոնի, կոմունիստական, հա, ու ինչ որ առումով կարելի ասել ճակերտներում դավաճանեց այդ թատրոնին, բայց ինքը աբսուրդի թատրոն հասկացողությունն է, ինքը շատ լայն, ընդգրկուն բան է, որտեղ իրականում ոչ մի գրող ինքը չի ասում, որ ես աբսուրդի թատրոնի ներկայացուցիչ եմ կամ չգիտեմ ինչ որ մի բանի ներկայացուցիչ եմ, այդ հիմնականում հետո գրականագետներն են իրենց ամբողջացնում, որ իրենց գործը հեշտացնեն։ Այդ առումով Ադամովը ինքը երբ ծանոթացա իր գործերի հետ, իր պիեսների հետ, ինքը ֆենոմեն է, շատ հետաքրքիր, շատ յուրօրինակ գրող է ու իր մի քանի պիեսներ ունի, որ չի զիջում նույնիսկ Բեքետի հայտնի Գոդոյին սպասելիս պիեսին այդպիսի մեծություն է ու մենք պետք է մեր հայրենակիցները ինչ որ առումով իր ծնողները Բաքվից են եղել, հայտնի նավթային մագնատներ են եղել, բայց ինքը ապրել է աղքատության մեջ, սնանկացել են այդ հեղափոխության ժամանակ է ընկել եւ արդեն ազգայնացրել են ամեն ինչ։ Ու իր ստեղծագործությունում է միշտ այդ վախը, մարդու կործանման, նևրոզները, ինքը առանձնանում է Բեքետից ու Իոնեսկոյից այն նրանով, որ ինքը իր աբսուրդը հենց իր ներսից է գալիս, մարդկային աբսուրդ է ավելի շատ։ Բեքետի մոտ դա ավելի շատ կոսմիկական աբսուրդ է, մի տեսակ համընդհանուր աշխարհընկալման աբսուրդն է, իսկ Իոնեսկոյի թատերական լեզվի, ավելի ծավալի, իսկ իր մոր հենց այդ նևրոզները, մարդկային թուլությունները, այդ ամբողջի
անլուծելիությունը դրան իր ամբողջ պիեսները դրան են տանում, էլի, չգիտեմ։ Իսկ օրագիրը, այսինքն օրագիրը ամբողջությամբ դրա մասին է, ամբողջությամբ իր մարդ կործանման մասին է, ու այդ առումով ինձ երբ որ կարդում եմ, ինձ հետաքրքիր որ մենք հայերը շատ սիրում ենք խոսենք առասարակ բարոյականությունից եւ չգիտեմ տարբեր շատ արժեքներից, այստեղ Ադամովը լրիվ ցույց է տալի մեզ իսկական մարդուն, որը այդ հայ լինելը իրան չի խանգարում, չի խանգարում իրեն ապրել այնց ոնց որ ինքը պատկերացնում ու նաեւ իրեն վեպ են ասում, բայց սա վեպ չի, սա ավելի շատ օրագրային օրագիր է, էլի, ավելի շատ խոստովանական արձակ է կարելի ասել, ու այնտեղ ինքը ոչ միայն դա կարևոր է նրանով, որ ինքը իր կործանման մասին է խոսում, այլ նաեւ այդ ժամանակաշրջանի մասին է պատմում, դա Անտոնեն Արտոյի հետ քանի որ շատ մտերիմներ են եղել եւ Արտոյի հետ հարաբերությունները եւ թեկուզ հենց ՅՈՆԵՍԿՕ-ի հետ, այսինքն նաեւ մենք ծանոթանում ենք այդ Փարիզի կարելի ասել բոհեմին ու ոնց են իրանք ապրել այդ հարաբերությունները հայ կնոջ հետ բան շատ հետաքրքիր է այդ առումով։ Գործերքան իսկ նորություն եթե չեմ սխալվում, կան նաև Գոյ թատրոնում էլ բեմադրվել են ժամանակին։ Ընդհանրապես Ադամովը տպագրվել էր վաղուց ռուսերենից թարգմանված, հետո նույն սաթեն թարգմանել էր, եթե չեմ սխալվում, Զանգակ հրատարակությունը տպագրել էր պիեսները, որոնք արդեն ֆրանսերենից թարգմանված են, եւ երկրորդ գիրքը կարելի ասել։ Եվ իրականում հարցս այսպեսին է, թատերական ընթերցումները ինչ փորձառություն են տալիս հանդիսատեսին։ Մենք կոնկրետ մենք ինչ կապված է Ադամովի հետ, մենք թատեր այդ ընթերցանության հետ ոչ մի կապ չունենք, մեզ ուղղակի հենց հրավիրել են որպես մարդիկ, ովքեր գրականության մեջ կան, այսինքն այդ հարցին մենք չեն կարող պատասխանել, բայց կարող եմ ենթադրել, որ այտենց երևի ավելի կենթանի են շփվում տեքստի հետ, այսինքն հենց դերասանների ձայների միջոցով երևի այդ առումով այտենց ավելի լավ են զգում միգուցե։ Ես օրինակ հետաքրքիր է, որ աբսուրդ թատրոնի հենց պիեսները երբ որ վերցնում ենք, ես առհասարակ ավելի շատ սիրում եմ հենց այդ պիեսները ավելի շատ կարդամ, քան որտեղ իրանք ավելի շատ գրական։ Դա համար ես օրինակ որ ասում են բեմադրում են, չգիտեմ, Beckett կամ չգիտեմ ՅՈՆԵՍԿՕ, ես նախընտրում եմ իմ կարդացած ավելի քան այդ բեմադրությունը, որտեղ իրանք ավելի մոտ, այսինքն տեքստերը գրականության համար գրված պիեսներ են, դրանք ոնց որ ավելի շատ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, էլի կան։ Ճիշտ է, օրինակ, քանի որ մեր մոտ այդ կարծրատիպ կա, որ պիեսները մենակ բեմադրելու համար են, բայց հենց այս աբսուրդի թատրոնի կամ պիեսները իրենք ցույց են տալիս, որ իրենք իմ կարծիքով ավելի շատ ընթերցելու համար են, որովհետև իրենք առաջին հերթին իրենք գրողներ են ու վերցնենք Սամուել Բեքեթը, ինքը կյանքի ավելի ուշ շրջան սկսեց պիեսներ գրել ու ինքը հիմնականում վեպեր էր գրում ու ընթերցանությունը պիեսների շատ ավելի ուրիշ փորձառություն է տալիս, քան բեմադրությունը։ Այս դեպքում երկուսն էլ կարելի է համադրել իմ կարծիքով, համ բեմադրությունը, համ, այսինքն ճաշակի հարց է այստեղ արդեն դառնում, բայց իրենք հանգիստ այն գրողներն են, որ կարելի է իրենց ոչ թե գիտեն թատրոնն է, վերցնել գիրքը եւ կարդալ ու ինքդ քո ներսում պատկերացնել կամ զգալ, այդ վերապրել թույլ են տալիս, էլի։ Երբ որ դուք նշեցիք, որ մեր հայերին օրինակ մի տեսակ չեն հիշում, մոռացված են, չեն բարձրացնում ընդհանրապես, իմ կարծիքով նախ դուրսը շատ թույն աշխատում են, այսինքն միգուցե ոչ եթերային է կամ չհամապատասխան է, բայց լավ PR-ով, լավ գովազդով զբաղվում են արտասահմանյան ֆանտաստիկ գրողներով, իսկ մենք պարզապես այսպես անցկացնում ենք, ուշադրություն չենք էլ դարձնում։ Խնդիրը իմ կարծիքով նրանում է, որ շուշուտ պետք է նման աշխատանքներ տարվեն, հիշենք մեր հին մեր հայերին, ովքեր որ ապրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստեղծագործել են ու ֆանտաստիկ գրքեր կան։ Օրինակ պինգ-պոնգը ու իր ամենապանջված գրքերից էլի մի քանիսը պինգ-պոնգը են, որ երկու երիտասարդների մասին ովքեր։ Իմ կարծիքով մեր այսօրվա ես ցավով պետք է նշեմ, ես նույնիսկ ընկերներ ունեմ, որ այդ գրքում երևի թե հենց իրենց մասին է խոսվում, այդպիսի տպավորություն է ու մյուս իր գրքերը եւս անդրադառնում են այնպիսի թեմաների, խնդիրների, որոնք արդի են այսօր 21-րդ դարում 2026 թվականին այս բոլոր թեմաները
բաները, ինչին նա առհասարակ անդրադարձել է իր գրքերում, արդի է, ակտուալ է այսօր։ Թվում է թե այս գրքերի շնորհիվ, հա, որոշ ժամանակ անց պետք է ինչ-որ դասեր քաղենք, ինչ-որ բաներ պիտի հասկանանք ու մենք կամ մեր ընկերներին հանենք ինչ-որ բաներից, բայց ամեն ինչը շարունակվում է ու թեմաները շարունակում են մնալ արդի։ Ինչ եք կարծում, հենց այդպես էլ կշարունակվի։ Իհարկե կշարունակվի ու դա է հենց կյանքի ինձ թվում գեղեցկությունը, որովհետև Ադամովը հենց իր օրինակով ցույց է տալի, որ ինքը վատ օրինակ է, որպես մարդ, որպես հենց այդպես կարելի ասել այդ էգզիստենցիալ իմաստով, որովհետև ինքը հենց առաջերտին խոսում է հենց իր արատների մասին, որ ու այս գիրքը կոնկրետ դե պարզա պիեսներում դա զգացվում, բայց հենց այս կոնկրետ այս գիրքը հենց դրա վառ ապացույցն է, այսինքն ինձ դուր է գալի ինչի, օրինակ մենք ավելի քիչ ենք այս գրողներին ճանաչում, որովհետև մեր ազգին կարելի ասել ավելի էլի կգամ այդ խոսքին բնորոշ է ավելի այդպես բարախոսական բաները, ինչ այս գրողները չեն սիրում ու առհասարակ այդ բադ բանա բարախոսություն։ Օրինակ Ադամովը հենց ինքը այս գրքում նշում է, որ մի քանի ինքնասպանության փորձեր է արել 20 տարեկանից սկսած, բայց իրականում չի հաջողվել ու իրականում ինքը իր կյանքը վերջը դրել հենց ինքնասպանության օգտագործելով հոգեմետ դեղեր, մի խոսքով ինքնասպան է եղել ու ինքը իրականում իր բոլոր փորձառությունները, որ դու կարդում ես, ինքը հենց մարդկային թուլությունների եւ արատների պատմությունն է ու փաստագրումն է ու ինքը դրանցից ոչ թե փորձում է խուսափել ու կոծկել, այլ ցուցադրել, որովհետեւ իրականում լավ գրականությունը ինքը երբեք պատասխաններ չի տալիս, ինքը ավելի շատ հարցեր է առաջադրում ու մենք կարդալով Ադամովին ավելի շատ հարցեր ենք ստանում, քան թե պատասխաններ։ Իսկ ինչ է կարծում, այս գրքերը, Ադամովի գրքերը առհասարակ էլի հասանելի են բոլորին, այսինքն ընթերցանության իմաստով դե ես էի ուզում ասել, որ քանի որ ինքը շատ անհարմար հեղինակ է ու առհասարակ բոլոր մեծ հեղինակներն են անհարմար, ինքը իհարկե երբ որ կոնկրետ այս գրքի մասին եթե խոսում ենք, եթե կարդում ես այդտեղ անունները ինքը տալի անտաչի Ջակոմետի մասին ասում ենք, եթե մենք այդ շրջանի քանդակագործների, նկարիչներին կամ գրողներին չգիտենք, բարձր ինչ-որ բաներ մեզ ինչ-որ անհաղորդ ենք էլի։ Քիչ պատրաստված ընթերցող է պահանջում, բայց ինքը իրանով շատ հետաքրքիր է որպես մի մարդու քայքայման պատմություն երևի թե այդ առումով, որովհետև ուղղակի եթե մարդը իմանա որ ինքը թատերական գործիչ է կամ գրող է ու կարդացնի չիմանալով գրողները դուր գալ է չիմանալով նույնիսկ այդ անունները Արտոյին, Ջակոմետին, հենց իր անձնական այդ գիծը շատ հետաքրքիր է թե ինքը ոնց է հարուստ երեխայից դառնում աղքատ երեխա երեխա է այդ process-ը շատ հետաքրքիր ինքը այստեղ ասում որ իր ներսում չգիտես ինչու միշտ այդ վախ եղել է որ ինքը աղքատ է լինելու բայց ինքը եղել է այդ միլիարդատերի միլիոնատերի երեխա ու միջավ ինչ-որ ժամանակը իրանք հարուստ են ապրել որովհետև այդ իրանց ունեցվածքը ծախել են իրենց ոսկիները իրենց բաները բայց հայրն է չգիտես ոնց է լինում խաղամոլ է եղել ու ամբողջ իրենց հարստությունը կորցրել ու հայրն էլ է վերջացրել ինձ ոնց որ որդին էլի Դուք լինելով շատ ինտելեկտուալ ընթերցասեր, ինչ շատ հետաքրքիր է մեր հեռուստադիտողին ինչ հետաքրքիր գրքեր կառաջարկեք ընթերցել top 3 օրինակ Սկսիկ է ինձ քանի որ Ադամովի մեջ ժարից պիտի սկսես այ չգիտեմ որովհետև top չեմ կարող ասել այս թեմային երևի առնչվող Այս վերջին շրջանը որ դիպել է ձեր սրտին, ասես հետաքրքիր։ Ես ես վերջերս միջև դու հիշես կոնա, ես ես վերջերս կարդացել եմ ֆրանսիացի շատ հետաքրքիր հեղինակ Անտուան Վալոդինի մի հատ գիրք կա, որը կոչվում է Դոնդող, տենց է կոչվում։ Վալոդինը սիրում է տարբեր լեզուներ վերցնել ու խառնել, օրինակ հերոսները կարող լինեն մեկը չինական անունով, բայց հայկական ազգանունով բամա, Դոնդոգը ես հասկանում եմ իսկ որ ինքը Դոնդող բառն է վերցրել, ինքը բառն է տենց կոչվում է post-exotism, ինքն դա հորինել այդ ուղղությունը, շատ հետաքրքիր երևույթ է ժամանակակից գրականության մեջ, էլի ոչ կարելի ասել տենց լուսավոր գործ է, բայց շատ կարևոր ու հետաքրքիր։ Այդ վերջի շրջանում եմ կարդացել, հետո կարդացել եմ ժամանակակիցներից իմ սիրելի Վլադիմիր Սորոկինի հեքիաթը, որը հաշվանդեսելի Հայաստանում տեղի ունեցավ, էլի ժամանակից ամենամեծ ռուս հեղինակներից է։ Ես երևի թե Ժուլիան Գրին, ֆրանսիացի գրողը, իր աշխարհով քայլողը, այդպես երևի թարգմանվի,
Ժուլիան Գրինը Ռուսերենից կարդացել։ հա, ինքը հետաքրքիր էլի ինքը ոչ մի ուղղության մեջ այդպես չմտած, բայց ինքը այդ մի պատմվածքը Բորխեսը ասում է, որ եթե 20-րդ դարում միայն գրվեին Կաֆկայի մետամորֆոզը եւ Ժուլիան Գրինի այդ գործը արդեն ուրիշ պետք չէր, ինքը շատ կարճ գործ է, բայց ինքը ամբողջացնում է այդ մարդկային այդ վախերի, էմոցիաների այդ ամբողջ այդ խտացումը իր մնացած գործերն էլ շատ հետաքրքիր են ու Ադամովի հետ ես կնշեմ Բեքետի Water վերջի Ֆրանսիայում վեպը ֆանտաստիկ վեպ է ու ընդհանրապես Բեքետը իմ ամենա ժամանակ առ ժամանակ ընթերցվող գրողներից է, որտեղ խորհուրդ կտամ Բեքետի բոլոր գործերը կարդալ, որտեղ ամեն ժամանակ, ամեն տարիքում նույն ձև ես ընկալում։ Ցավոք սրտի մենակ Գոդեին սպասելիս է գիտի, մասաները, բայց Բեքետը շշմելու վեպեր ունի։ Երագրությունը, Մոլոյը, Մելոն ու Մյուրը, այնտեղ Մերսիի Կամիե վեպերը շատ լավն են։ Շնորհակալ ենք շատ ձեր էներգիայի համար, իրոք հաճելի է ձեզ հետ Ֆանտաստիկ շաբաթվա մեկնարկ էր, պարոն։ Բարելի էր, եթե ունենայինք հնարավորություն։ Միշտ եկեք հյուր ամենառավոտ մենք Սպասեք դուք մեզ արթնացնեք, ես էլ ելենք արթնացնեմ։ Դե շնորհակալ ենք շատ, մեր հյուրերն են արձակագիրներ Արթուր Ադամովի Մարթը եւ երեխան գրքի տնտեսի բանախոսները Արամ Ավետիսը եւ Երվանդը Վարդանյան։ Շնորհակալ ենք շատ ձեզ լավ օր։ Դուք մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ, վաղը տաղավարում կաշխատենք մենք։ Կարեն Մոլիտվինը եւ Անահիտ Հակոբյանը։ Ձեզ լավ օր։